Արտերկրից Հայաստանի քաղաքացիներին մոբիլիզացնում են հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին բերելու եւ ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկելու համար։ Այս մասին հաղորդել է նաեւ արտաքին հետախուզական ծառայությունը։ Վիրահայ հասարակական գործիչ Գեորգի Թումասյանը եւս բարձրացնեց, որ Վրաստանից Ջավախքից քաղաքացիների են հավաքագրում հունիսին Հայաստան բերելու եւ ընդդիմադիր ուժերից մեկին քվեարկելու համար։ Civic-ի մեջ զրույցում նա նշեց, որ կազմակերպչական աշխատանքները անում են հիմնականում Ռուսաստանի հետ կապ ունեցող բիզնեսմենների եւ քրեական ենթամշակույթ կրողների միջոցով։ Ֆիքսելը Հայաստանի հետ կապը բարդ է, բայց այդ խմբերի կապերը Ռուսաստանի հետ, հատկապես այդ բիզնեսմենների եւ այդ մարդկանց, ով այդտեղ փորձում է ազդել բնակչության ցանկությունների վրա, ակնհայտ է շատ դեպքերում եւ ես կոչ եմ արել եւ շարունակում եմ կոչ անել հասարակությանը, Վրաստանի հայերին, որ ինձ շարունակեն տրամադրել տեղեկատվություն իրենց համար հասանելի, իրենց կամ իրենց հարազատներին, մոտիկներին դիմելու այդ հանգամանքները եւ դեպքերը, որ ավելի լիարժեք տեղեկատվություններ լինեն, բայց ամեն դեպքում խոսք է գնում հենց Ռուսաստանի հետ կապ ունեցող մարդկանց մասին։ Թումասյանն ասաց, որ ոչ միայն ֆինանսապես են մարդկանց փորձում շահագրգռել, այլև դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի տանելու եւ բարձր վարձատրություն տալու խոստումով, ինչպես նաեւ մարդկանց վախեցնելով քրեական ենթամշակույթ կրողների ազդեցությամբ։ Ինձ կոնկրետ դիմել են մարդիկ, ում մի կողմից իրանց գյուղում ակտիվորեն առաջարկում են եւ իրանք էլ իմացել են դրա մասին, փաստացի իրանց էլ են առաջարկել, բայց իրանք մերժել են եւ անհրաժեշտ են համարել, որ հայտնեն նաև ինձ դրա մասին, այն պահանջով, որ ես անհայտ թողնեմ իրենց անուն ազգանունները, այդ դեպքերը գնալով աճում են եւ այդ շատ մարդիկ կամ իրանց հարազատներին են դիմում, որովհետեւ գիտեք, Ջավախքում գյուղերում մարդիկ ապրում են փաստացի ամբողջ գյուղում միմյանց կամ բարեկամ կամ շատ մոտիկ ծանոթ ընկերներ են, ուստի բոլորը իմանում են տեղի ունեցածը գյուղում եւ ինչ որ մարդիկ համարում են կարեւոր, հատկապես ով ինձ լավ ճանաչում է, բայց ես նաեւ կոչ եմ անում, որ նրանցով անձամբ գուցե ինձ չի ճանաչում, որ նաեւ կապվի եւ կհավաքենք էլ ավելի լիարժեք տեղեկատվություն։ Հիշեցնենք, որ այսօրինակ գործելավոճի մասին խոսակցություններ կան նաեւ Ռուսաստանի մասով։ Մեր եթերից եւս այսպիսի հաղորդում է հնչել, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից հայերին հավաքագրելու եւ ընտրություններին Հայաստան ճանապարհելու մասին, որը կատարվում է ֆինանսական փոխհատուցման խոստումներով։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Կրեմլի կողմէ բարդատրված է իրեն եւ կորձողված է, որ ինքը ֆինանսավոր է հավաքագրե Ռուսաստանապնակ հայկական անցակիր ունեցող, паспорт ունեցող անհատներուն եւ հունիսի 7-ին գայանալիք համապետական ընտրություններուն փերե իր ծախսերով, որտեղ ըստ երևույթին բարոն Ղարսլյանը օլիգարխ է եւ իր նման բազմադասնյակ հայ օլիգարխներ այսպես կորձողված են, որովհետեւ Հայաստան առաջնորդեն համապետական ընտրություններն առաջ, որովհետեւ իրենց առաջնորդած անձին քվեարկեն, իրենց քվեն վստահին մեր ցևիսների, ասին հին ռեժիմականների, ռուսաստուկների եւ որոնց հերթին Սամվել Դաշիրսամոն եւ ուրիշ կորձագիցներ Թաթոյանը եւ այլն։ Իսկ ում կամ որ ուժի համար են դրսում ապրող հայերին հավաքագրում, խոսքը ընդդիմադիր ուժերի մասին է, որոնք կապեր ունեն Ռուսաստանի հետ։ Ամենաշատ ակտիվությունը ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի ուղղությամբ է, բայց նաև կան ինչ որ նաև փորձեր Ռոբերտ Քոչարյանի եւ Դաշնակցության դաշինքի ուղղությամբ էլ, ինչպես արդեն նշեցի, մեծ մասը հենց ուժեղ Հայաստանի ուղղությամբ է։ Ես ուզում եմ ուղղակի օգտագործեմ նաև այս հնարավորությունը, որը ասեմ, որ սա քրեական պատժելի է եւ մեր Վրաստանի հայերը պետք է հաշվի առնեն, այդ թվում Հայաստան մեկնելու ժամանակ այդ գործընթացների Հայաստանի պետությունը կարող է բոլոր այս տեղեկատվությունները ունենալ տարբեր եւ տարբեր աղբյուրներից եւ իմ համար հասանելի տեղեկատվությունը ես նաեւ կփոխանցեմ կամ ուրիշները իմ միջոցով կարող են փոխանցել եւ ի վերջո իրանք ցավոք կարող են հայտնվել բանտում, եթե փորձեն ուրեմն այդպիսի ձևաչափով խախտել Հայաստանի օրենսդրությունը եւ փորձել ազդել Հայաստանի ներընտրական գործընթացների վրա։
Հիշեցնենք, որ ընտրակաշառք ոչ միայն տալն է քրորեն պատժելի, այլ նաև վերցնելը։ Այն քրեական հանցագործություն է, որը պատժվում է մինչև 3 տարի ազատազրկմամբ, իսկ խմբով եւ կազմակերպված եղանակով նույն հանցանքը կատարելու դեպքում ավելի երկարաժամկետ ազատազրկմամբ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։